Կոլումբիայում վերջին 10 տարիների ամենահզոր երկրաշարժը հարյուրավոր բնակելի շենքեր է հավասարեցրել հողին։ Փլատակներից օգնություն աղերսող ձայներ են լսվում, բայց միայն փրկարարական ուժերը բավարար չեն մարդկանց դուրս բերելու համար։ Կամավորներն են փորձում կյանքեր փրկել։ Հավանաբար 2 երեխա է մնացել երկրորդ և երրորդ հարկերի արանքում։ Առավոտից փորձում ենք հանել նրանց, ոմանց արդեն դուրս ենք բերել։ Ահավոր վիճակ է, շենքի մի մասը լրիվ փուլ է եկել։ Խուճապի մի մատնվեք, հայրենակիցներին հորդորել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելան, որը 4 օր առաջ է ստանձնել պաշտոնը։ Խնդրում ենք Աստծուն պաշտպանել Կոլումբիան, մեզ ուժ տալ այս մարտահրավերին դիմակայելու համար։ Համոզված ենք, որ միավորվելով որպես հասարակություն և որպես կառավարություն կկարողանանք մեր երկիրն առաջ տանել այս շատ դժվար պահին։ 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հրաշքով փրկվածները սարսափով են հիշում օգոստոսի 10-ի լուսաբացը։ Ցնցումը սարսափելի էր, մտածում էինք մեռնելու ենք։ Այնպես դղրդաց տունը, որ թված փուլ է գալիս գլխիս։ Փառք Աստծո մեզ ոչինչ չի պատահել։ Ցավոք շատ են զոհերը, բազմաթիվ վիրավորներ կան, շատ տներ ավերված են։ Երբ վեր կացան կողմուց, բղավոցներ լսեցին, սարսափելի վիճակ էր, մարդիկ փախչում էին, իմ աչքի առաջ փուլ էին գալիս շենքերը։ Կոլումբիայի Կալի քաղաքն է ամենաշատը տուժել մահաբեր ցնցումներից, նաև բուժկենտրոններ կան քանդված, մարդկանց փողոցում են օգնություն ցույց տալիս։ Առնվազն 20 շենք է փլուզվել այս քաղաքում։ Կալիի քաղաքապետը փրկարարական լրացուցիչ ուժեր է խնդրել հարևան համայնքներից։ Չնայած երկրաշարժի էպիկենտրոնը Չոկոյում է, Կալիում այն բավականին ուժեղ զգացվեց։ Ցավալի է, որ անգամ հիվանդանոցի շենքերն են փլուզվել։ Լավ է, որ շատ հիվանդների հասցրին դուրս բերել, նրանց մայթերին էին օգնություն ցույց տալիս։ Կոլումբիայի փոխնախագահ Խոսե Մանուել Ռեստրեպոն հայտարարել է, որ աղետից տուժած Մանիսալես է ուղևորվում, միասնական հրամանատարական կետը գլխավորելու։ Մանիսալեսի քաղաքապետը քաղաքացիներին խորհուրդ է տվել դրսում գիշերել, հնարավոր նոր ցնցումների զոհ չդառնալու համար։ Մնացեք դրսում, քանի որ մենք չգիտենք ինչ կլինի, պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, դեռ մի մտեք շենքեր, գիտեմ դժվար է, բայց գոնե որոշ ժամանակ մնացեք դրսում հնարավոր ցնցումներից չտուժելու համար։ Եկեք հանգստություն պահպանենք, մենք փորձելու ենք քաղաքում 3 ապաստարան ստեղծել Կոլիզեո Մենորում և Արանհուեսի կենտրոնում։ Մենք փորձում ենք առաքել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, ներքնակները, որպեսզի գիշերելու տեղ չունեցող մարդիկ ծածկ ունենան։ Կալի, Պերեյրա, Մանիսալես տանող որոշ ավտոճանապարհներ արգելափակված են սովանքների պատճառով։ Մարդկանց հորդորում են ինքնագլուխ դուրս չգալ բնակավայրերից։ Լիանա Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։